Կա երկու հիմնական պատճառ, որը ստիպում է Ալիևին այսպես երեսանի Յանուսի նման իրեն պահել, դա ներքինն է, ինչ որ դուք նշեցիք, բայց դա ամենակարևորը չէ, եւ առաջինն է, Ալիևը ստիպված է գնում հռետորաբանության մեղմացման, որովհետեւ Ալիևին Վաշինգտոնում առաջարկ է արվել պայմանական, որից նա չի կարող հրաժարվել։ Եթե Ալիևը հրաժարվում էր այդ առաջարկից, Ալիևի վիճակը լավը չէր լինի։ Իսկ Ադրբեջանի ընդհանուր իրավիճակը տնտեսական, դեմոգրաֆիական, դա կարող է պարադոքսալ լինել, բայց դա այդպես է, այդքան լավ չէ։ Եվ Ադրբեջանը հետզհետե նահանջում է բոլոր ճակատներով։ Խնդիրը սա է։ Եվ Ալիևին անհրաժեշտ է ինչ-որ նոր ուղղություն, Ալիևին անհրաժեշտ է նոր օրակարգ, որի միջոցով ինքը կարող է Ադրբեջանին եւ իհարկե առաջին հերթին իրեն պահել առաջին էշելոնում միջազգային հարաբերություններով եւ քաղաքականությունում։ Որն այդ Լեռնային Ղարաբաղյան խնդիրը փակված է, փաստացի։ Մնում է երկրորդը հայ-ադրբեջանական օրակարգը։ Ալիևը հիմա խաղում է այս դաշտում եւ փորձում է անել այնպես, որպեսզի հնարավորինս թանկ վաճառել սեփական ծառայությունները եւ սեփական, այսպես ասեմ, դերակատարությունը այդ գործընթացներում։ Ստանալ ամեն ինչ եւ այսօր ինչպես նա ցանկանում էր 20 թվականից հետո Ռուսաստանի օգնությամբ նրա համար չստացվեց։